Իրակնորյա ժամում դիտեք Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատեց այս տարվա առաջնահերթությունները։ Տարվա գլխավոր ու ամենասպասված նախագիծը կլինի Վարդենիս Մարտակերտ ճանապարհը։ Տարվա մյուս գլխավոր նպատակը Արցախի 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար տներ կառուցելն է։ Համահայկական նշանակության ճանապարհաշինությանը գումարվում է համահայկական տնաշինությունը։ Հաղթական մայիսի վերջին շաբաթը պարգևատրման էր։ Հայաստանի նախագահն ամենամյա մրցանակները հանձնել է Սարդարապատում։ Նախագահ Սերժ Սարգսյանը հենց այս խորհրդանշական վայրում է պարգևատրում Երրորդ հանրապետության մտավորականության եւ գիտության, տնտեսության եւ զինվորականության այսօրվա առաջամարտիկներին։ 80 մասնագետներ, վարպետներ եւ արվեստագետներ, որոնք ամենօրյա աշխատանքով ու ստեղծագործական մտքով պահում են թիկունքայինների առաջնագիծը։ 1918-ի մայիսի 28 հայկական նոր իրականության առաջին ամսաթիվը, որն ազդարարեց Հայաստանի թռիչքը միջնադարից նոր ժամանակներ։ Երևանի այս փողոցներում 97 տարի առաջ ամեն օր պատմական ճակատագրական իրադարձություններ էին տեղի ունենում։ Ինչպես միայնակ չեկավ դժբախտությունը, ովքեր են սովից ու համաճարակից փրկում վերջին հայերին, ու ինչպես Հայաստանը հայտնվեց Սարդարի արտում անդունդի եզրին։ Ջերմուկի լեռներում, ինչպես շվեյցարական Ալպերում, եւ դա ոչ միայն լեռնային օդի ու բնության շնորհիվ, այլև համաշխարհային համբավ ունեցող Hyatt Place հյուրանոցային համալիրի։ Հայաստան գալ ցանկացող յուրաքանչյուր զբոսաշրջիկ նախընտրում է իր հանգիստն անցկացնել հարմարավետ եւ միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրում։ Համամիութենական առողջարան ջերմուկը վերածվում է առողջ եւ ակտիվ կենսակերպի միջազգային պահանջներին համապատասխան քաղաքի։ Մաքուր շվեյցարական ջերմուկ։ Որուսյալ բնակավայրի գաղտնիք, ինչը թաքցնում ապարանի ջրամբարը։ Ասում են, այդ հատվածում դեռ պահպանվում են Վարդան Մամիկոնյանի մասունքները, մատները եւ մազափունջ։ Սակաբաջուր տարին ջրի երես է հանել ջրամբարի տակ մնացած ամբողջական բնակավայրեր, եկեղեցով, գերեզմաններով, մատուռներով ու դամբարաններով, ինչ է բացահայտում սողացող ջրազրկումը։ Իրակնորյա ժամը երեկոյան 8-ին։